իշխանության կողմից վկայի ցուցմուն կորզելու նպատակով ոնց են ծեծել, հա միջորս այդ ոստիկանը ձերբակալված չի, ակնհայտ է, որ այս դեպքով էլ ոչինչ չեն անելու ու իսի ակցիայի նպատակը հնչեղություն ապահովելն է, ու այս ակցիան այսօր այսքանով չի ավարտվելու, այս ակցիան շարունակական է լինելու ձվերի տեսքով եւ այլ պետական կառույցների շենքերի մոտ, այսինքն հնչեղություն ապահովելու համար։ Հավկիթների իմաստը որ։ Հավկիթների իմաստը, որ այն պաշտոնյաները բարձրաստիճան, հա, կլինի դա դատախազի, չգիտեմ, վերահսկող դատախազ, իմ գործը հսկող դատախազը, հա, որ ասենք ես որ դիմում եմ գրել, մանրակրկիր, ամեն ինչը ներկայացրել եմ, ասել եմ սենց, ասկատեմ փոխանցել, այս ձում ես անկեղծ ասած միտում էլ չունեմ, սա կոտրելու կամ շենքի վրա նետելու, որ այս ոստիկանները, չգիտեմ, սենց ուղարկել են իրանց ինչ-որ պահել, այլ իրանց փոխանցեն, որ իրենք այս ձում նայելու հասկանան, որ իրանք ովքեր են, այդքան բան, որ քաղաքացին, քաղաքակիրթ ձևով դիմում է գրում, դիմումներին ընթաց չեն տալի, քրական վարույթին ընթաց չեն տալի, իրանք արժանանալու են այս ձվի։ Պարոն Չապայան, որ ընթացք չեն տալի, ոչ թե անձով է պայմանավորված, այդ կոռուպցիա է, որովհետև տեսեք, բացահայտել եմ կոռուպցիա, ավելի հստակ, ավելի մանրամասնիկ։ Ոչ, ըստ է անձով չի պայմանավորված, որովհետև դա կա ակնհայտ կոռուպցիա։ Ինձի պաշտոնական սուտ տեղեկատվություն են տրամադրել 2024 թվականին եւ Երևանի քաղաքապետարանը իմացել է այդ կոռուպցիայի մասին, այսինքն համապատասխան հողատարածքի զավթման մասին, բայց Երևանի քաղաքապետարանը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել։ Ինչը որ դա քրեորեն պատժելի առարկա համաձայն քրեական օրենսգրքի 447-448 հոդվածների։ Երբ որ ես բարձրաձայնում եմ Տիգրան ասում եմ մենք զբաղեցնող այսինքն դատի կտա հետո հաստատվում է որ դա ճիշտ է Երևանի քաղաքապետը քանդման որոշումը թողարկում որ այդ ինքնական շինությունը քանդի ու ինձ դեկտեմբերի 26-ին ասում են այ սա քաղաքապետարանը գնում է քանդի բայց այն դեպքում արդեն հայցի ապահովում են կիրառել այսինքն 6 օրվա 7 օրվա ընթացքում իրան քանդման աշխատանքներ չեն իրականացրել որի պրեպտը պիտի իրականացնեն հայցի ապահովում են ներկայացել, որ այլ շինությունը չեն կարող քանդեն։ Այսինքն, ինչ է նշանակում 1 տարուց ավել քաղաքապետարանը տեղյակ է, ոչինչ չի ձեռնարկում։ Իմ հանրայնացնելուց հետո, այդքան դեպքերից հետո նոր քաղաքապետարանը որոշում է քանդի ու հետո վայ դատարանը բան եղավ։ Հայցի ապահովում, թե չէ մենք հասնում ենք։ Հիմա ասեմ ավելի, եթե Երևանի քաղաքապետարանը այն որ ասում է իրանց դրդումները ազնիվ, հա նույն անձնավորությունը, ով որ այդ տարածքը զավթել է, Բաղյան 2 տրոփինգ հասցեով, անմիջապես իր կողքի տարածքը, որը ուրիշ հասցե է կրում, էլի նույն անձին է պատկանում, էլի համայնքա պատկան հողանդե զավթես, թող գնա էլի քանդի, տենամ գնալու են քանդեն։ Այսինքն ինքը հանրային, ասենց ասած ճանաչելիություն ունեցող անձնավորություն չի հանդիսանում, անազգանունը սեփականատեր նորիկ այո, Տիգրան համաձայն մամուլում տարածված տեղեկատվությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Այսինքն ակնհայտ է մարդիկ զբաղված են հողազավթման ու Երևանի քաղաքապետարանը դրա վրա աշկ է փակում։ Ուրիշ դեպքերում, երբ որ մարդիկ դիմում են դատարան, ինքնական շինությունը օրինականացնելու եւ այլն, մենք տեսանք անցած տարի դատարանի ընթացքի ժամանակ Երևանի քաղաքապետարանը գնում քանդում էր։ Բախի հիմա չի գնում քանդի։ Այդ որ մի քաղաքացին կարա Երևանի քաղաքապետարանի կողմից սուտ տեղեկատվություն տրամադրի տվյալ շինության վերաբերյալ։ Ակնհայտ է դա բարձրաստիճանների հովանու ներքո ելնում։ Այսինքն, եթե մենք դնենք հաշվենք, մոտավոր առնվազն 500, 700, 800, 900 հազար, մոտ 1 միլիոն դոլարի հողազատման դեպք է արձանագրվել, կողքի հողատարածքներ ներառյալ։ Բացի դատախազությունից պարոն, որով է գավառական այս կառույցի դիմումների ոչ եւ այսօր պահանջել է հանդիպում դատախազի հետ, թե միայն Չէ, հանդիպումը ուժի մեջ է, այս չի ես չգիտեմ։
եսի միջ սադրիչ կամ ասենց եսի միջոցների եմ գնում, ուղղակի այս ամենին հնչեղություն եմ տալի, որ հույս ունենան, որ գոնե ամոթի զգացողություն կունենան, գոնե այս նախընտրական շեմին, հա, ընտրություններին, որ ինչ-որ իրավական ընթաց պատշաճ ընթաց գիտան, որտեղ այս ամեն ինչը ականայց ծածկատնփոց է, ժողովուրդ, անկեղծ էլի։ Եթե մարդը կա, դեմքը կա, այդ մարդը անձը հայտնի է, ոստիկանությունը քեզ ասում ախպեր, այս մարդն է եղել, ասում ես հա, բայց գործի նյութերում իրանք դառնում են անհայտ անձիկ։ Տեսանյութ են տվել, տեսանյութը գործերի նյութերին չեն կցում, ասում են չկա։ Ոնց հայլնում են ժողովուրդ։ Մեկ էլ հա, իդեպ դատախազությունը նամակ եմ որ ստանում, այդ նամակն է պատրված եմ ստանում։ Այսինքն դատախազությունից որ դուրս է եկել, արդեն ճղել, պատրել, կարդացել նոր են ուղարկել, այդ վիդեոն հենց վիդեո եմ նկարել post-ում, հայ post-ում նկարել եմ ոնց եմ ստանում, ճղած պատրած նամակ եմ ստանում։ Այսինքն հասկանում եք, այս խայտարակության ինչ, հետո էլ ասում են ժողովրդավարություն, օրենքի երկիր։ Ներքին գործերի նախարարությունը կանցել է, թեկուզ նախարարի հետ փոխել է քանդել։ Ներքին գործերինը չէ, դատախազությունը դիմել, որտեղ քանի որ անմիջապես հենց գործը հենց դատախազության տիրույթում է, իրենք են հասկողը։ Դե ոստիկանությունը որ տեղյակ կա, դատախազությունը տեղյակ կա, ասենց ասած այլ կառույցներին դիմելու այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին իմաստ չեմ տեսնում, որովհետև ըստ էության մենք ակնհայտ տեսնում ենք, որ ավելի վատ դեպքեր են ելնում, ոչ մի ընթացքի պատշաճ չի տրվում։ Պարոն Չախոյան, այս հետապնդումները, հա, որքանով են ազդել ձեր հանրային գործունեության վրա, դուք շարունակում եք բացահայտումներ անել, թե այնուամենայնիվ որևէ կերպ տարածել են հատկապես այդ նամակագրությունները։ Տեսեք, ազդեցություն անկեղծ ասած չի եղել, որովհետև ես իմ վրա կամպրոմատ չկա ու չի կարա լինի, նույնիսկ այդ նամակագրության ընթացքում ես ուղղակի էլի եմ ասել, սուս է մնացա, ասել լտենամ, այս սուս մնալը ուր է տանելու։ Իտոգում տարավ, ոնց հասկանում եմ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չախոյանը սուս կմնա, գործը ծածկադմփոց արեք, իհարկե ծածկադմփոց են արել, բայց չգիտեմ, որ Չախոյանի դեմը շանտաժի լեզվով չեն կարող խոսել, որովհետև հատկանիշ չկա, չեն կարող ասեն, այ հեսա Չախոյանի նամակն է կամ եսի միջ վիդեո ուղարկեն, չգիտեմ, Կիմ Չեն Ինի հետ, չգիտեմ, եսի մոտ խորոված եմ ուտում ֆուրով, փող են ֆինանսավորում են եսի միջ, այսինքն քաղաքական առումով, այսինքն չկա մի այնպիսի կամպրոմատ, որ ինձ կարող է լռեցնել։ Ուղղակի այդ մի ամիս, քանի ամիս, ասի տենամ լուր մնամ, տենամ այս ամեն ինչը, հայտարարությունը ուր է հասնում։ Դաժե դատախազությունը չբարեհաճեց ինձ հետ հանդիպի, տվյալ գործի շուրջ քննարկի, այսինքն ակնհայտ է, որ այս ամեն ինչը բարձր հովանու ներքոյ է, այսինքն ով նկատում եք, ով է հովանավորում։ Սենց ասեմ, ժողովուրդ ջան, մեկը ես վստահաբար կասկածում եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որտեղ մամուլով հա տարածված տեղեկատվության նա հենց հանդիսանում է այդ անձնավորության անձանց մտերիմը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանը համագործություն է ցուցաբերել, մի տարի չի քանդել ու սուտ պաշտոնական տեղեկատվություն է տրամադրել, որի վերաբերյալ քերական գործ է հարցը, բայց էլի մեծ սպասելիքներ չունեն։ Չախոյան, տեսեք, դուք ասում եք, որ գործը ծածկադմփոց են գործում անել, բայց ըստ էության ձեր վերաբերյալ բոլոր գործերն ծածկադմփոց են անել։ Ձեր համենայնպես ձեր հաղորդման ինչ է պատճառը։ Որովհետև հիմնականում իմս քաղաքական տառ է կրում, որտեղ ու կոռուպցիայի բնույթ։ Իսկ այսօր մենք գիտենք, այս իշխանությունը ինչպիսի է կոռուպցիայի մեջ թափված ու անցել չի, անկեղծ ասած հասարակ քաղաքացիների նկատմամբ էլ պատշաճ իրավական ընթաց գործերին չեն տալի, ճիշտ ասած, երբ որ անցած շաբաթ եկել է դատախազություն մասին հանդիպում բաժելու, հասարակ քաղաքացի կա, էլի նույնպես դիմում են, ասում է, ինձ ճանաչեց, ասես Չախոյան ջան, ես Գյումրի բնակիչ եմ, հող ունեմ, իմ հողը ապօրինաբար ծախել են ու վերավաճառել են ու ինձ տնից հանում են 2019 թվից։ Այդ մարդը թղթերը բան, սա ասում կա, դիմում է, բան իրավապահ համակարգը ոչինչ չի անում։ Այսինքն մարդու հողը վաճառել են, տնից հանել են, այդ մարդը հիմա Վարչով է մնալ։ Հիմա այսինքն դա բնական է, չէ՞, կոռուպցիոն տառ է։ Հիմա եթե մենք այդ դեպքին խորանանք, ինչ-որ բարձրաստիճան հեղինակություն, հա, քաղաքական այդ ամենի հետևում կանգնած է, այսինքն ինչ որ կոռուպցիային է վերաբերված միանգամից կասկադմփոց են։ Այ օրինակ, եթե հենց հիմա չգիտեմ,
Ինչ ասեմ։ Ախր ինչ օրինակ բնը վաճական իրավախախտման է։ Հիմա կձերբակալենք տանենք։ Հիմա օրինակ ես մի հատ քաղաքացի եթե հեռախոս գողանա, մի տարվա կալանքը կտանք տանենք։ Բայց տվյալ դեպքում երբ որ գողացող անձը կա, այսինքն դեմքերը կա, չէ։